Երևանի պետական արխիվի աշխատակիցները 2021 թվականի ապրիլին գտան թղթապանակ, որն ունեցել է կարմիր կնիկ, մինչև 2046 թվականը չբացել։ Ներսում Արկադի Տեր-Թադևոսյանի, կոմանդոսի ձեռագիր նամակներ, որոնք հասցեագրված են եղել անհայտ ստացողին։ Վերջին նամակը, թվագրված 2020 օգոստոսի 31-ին օրով, պարունակում էր նախադասություն, որը կարող էր փոխել ամեն ինչ, եթե լսեին։ Երբ Շուշին կորցնենք, ես էլ կմեռնեմ նույն օրը։ Բայց ով էր այդ անհայտ ստացողը։ Ինչու էր կոմանդոսը, մարդ, ով 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրել էր Շուշին անհնարին պայմաններում, գրում նման մութ կանխատեսումներ 30 տարի անց։ Եվ ամենակարևորը, ինչպես էր նա իմացել, որ վերջը հենց այդպես կգա։ Այդ թղթապանակը պետք է մնար փակ 25 տարի։ Բայց պատմությունն ունի սեփական տրամաբանությունը։ Եվ երբ 2021 թվականի մարտի 31-ին օրը 73 տարեկան գեներալ-մայորը հեռացավ այս աշխարհից, արխիվի աշխատակիցներն անհանգստացան։ Նրանք հիշեցին այն գաղտնի ցուցումը, որը ստացել էին 2015 թվականին, երբ կոմանդոսը միայնակ մտել էր արխիվի պահպանման սենյակ և թողել էր կարմիր կնիքով թղթապանակ։ Եթե ես մեռնեմ առանց 2046 թվականի, ասել էր նա պահպանին, բացեք անմիջապես։ Մարտի 31-ին օրը գիշերը, երբ Հայաստանի պետական հեռուստաընկերությունը հաղորդեց կոմանդոսի մահվան լուրը, պահպանը բացեց կնիքը դողացող ձեռքերով։ Նամակների բովանդակությունն այնքան տագնապալի էր, որ արխիվի տնօրենը կապի մեջ մտավ ազգային անվտանգության ծառայության հետ։ Բայց ինչու հենց այնտեղ, ինչու հենց այդ ամսաթիվը։ Ու ինչու էր գեներալը, որը երբեք չէր վախենում թշնամուց, վախենում Շուշիի կորստի մտքից ավելի, քան մահից։ Նամակները չափաբազանց կոնկրետ էին։ Առաջին նամակը, գրված 2017 թվականին, նկարագրում էր կոմանդոսի երազը։ Նա տեսել էր, թե ինչպես Շուշու քաղաքի բերդերը լցվում են մթության մեջ, և ինչպես հայ զինվորները լքում են դիրքերը։ Ես արթնացա քրտնած, գրել էր նա։ Բայց ամենասարսափելին այն էր, որ երազում չկար թշնամի։ Մենք ինքներս էինք հեռանում։ Հետագա նամակներում նա խոսում էր այն մասին, որ տեսել է քարտեզներ, որտեղ Ադրբեջանի դրոշակը փողփողում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա, և որ այդ տեսարանը տևել է 2 ամիս, նույն 2 ամիսը ու ամիսը, որը հետագայում պարզվեց որպես 2020 թվականի սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի վերջը տևող 44-օրյա պատերազմի տևողությունը։ Բայց երբ էր նա իմացել այս ամենը։ Արդյոք նա ուներ ինչ-որ գաղտնի աղբյուր, որը նրան նախազգուշացրել էր, թե ինքը, հին զինվորը, պարզապես տեսել էր ռազմական տրամաբանությամբ, որ հայկական պաշտպանությունը թուլանում է, և որ 2020-ը կլինի ճակատագրական։ Երկրորդ նամակում, գրված 2018 թվականի հոկտեմբերին, կոմանդոսը խոսում էր մի անհանգստության մասին, որը նրան չէր թողնում։ Նա նշել էր, որ Հայաստանի պաշտպանության համակարգը խաթարվում է ոչ թե զենքի պակասից, այլ հոգու պակասից։ Մենք կորցրել ենք հավատը մեր իրավունքին, գրել էր նա։ Եվ երբ զինվորը չի հավատում, որ հողը նրանն է, նա չի կարող պաշտպանել այն։ Այդ բառերը հնչել էին որպես զգուշացում, բայց նամակը նաև պարունակում էր ավելի տագնապալի մի բան։ Կոմանդոսը նկարագրել էր մի հանդիպում 2017 թվականին, երբ մի բարձրաստիճան զինվորական ասել էր նրան. «Ես չեմ կարող երաշխավորել, որ մենք կկարողանանք պահել Շուշին ևս 30 տարի»։ Ով էր այդ զինվորականը։ Եվ ինչու էր նա խոսում այդպիսի հուսահատությամբ 2017 թվականին, երբ դեռ բոլորը հավատում էին, որ Արցախը անխախտ է։ Արդյոք այդ մարդը գիտեր ինչ-որ բան, որ մնացած բոլորը չէին գիտի։ Թե պարզապես նա էր միակը, ով համարձակվել էր խոսել բարձրաձայն իրականությունը։ Երրորդ նամակը ամենասարսափելին էր։ 2020 թվականի հունվարի 31-ին օրը, մութ ձմեռային երեկո, կոմանդոսի տունը Երևանի Արաբկիր շրջանում ուներ այցելու, ում ճանաչում էր միայն նա։ Հարևանները հետագայում պատմում էին, որ տեսել էին սև մեքենա, որ կանգ էր առել տան մոտ կես ժամով, բայց ոչ ոք չէր կարողացել տեսնել, թե ով էր ներսում։ Մեքենայի համարանիշները ծածկված էին, և երբ այցելուն ներս մտավ, վարագույրները փակվեցին։ Այդ հանդիպման մասին կոմանդոսը գրել էր 6-րդ նամակում, որը պահվել էր այդ թղթապանակում, և նամակի տեքստը բացահայտում է մի փոքր-ինչ առեղծվածային պատկեր։ Նա եկավ ասելու, որ ես ճիշտ եմ, գրել էր կոմանդոսը, բայց նաև ասաց, որ արդեն ուշ է։ Որոշումները կայացված են,
եւ ոչ ոք չի կարող փոխել հոսքը։ Ո՞վ էր այդ անհայտ հյուրը։ Արդյոք ինչ-որ մեկը ներսից, բարձր կառավարական վերնախավից, փորձում էր զգուշացնել կոմանդոսին, որ աղետը անխուսափելի է։ Թե սա էր պարզապես հին զինվորականի պարանոյայի արտահայտությունը, մի մարդու, ով տեսել էր չափազանց շատ պատերազմներ եւ չափազանց շատ պարտություններ։ Այդ հանդիպումից հետո կոմանդոսի վարքագիծը փոխվել էր։ Նրա մերձավոր ընկերները, ովքեր պաշտպանել էին Շուշին 1992 թվականին, սկսեցին նկատել, որ նա ավելի քիչ է խոսում հրապարակում, ավելի քիչ է տալիս հարցազրույցներ։ Երբ 2020 թվականի մայիսին կորոնավիրուսի համաճարակը սկսվեց, կոմանդոսը հանդես եկավ մի կոչով դիասպորային հայության համար։ Մենք մի ընտանիք ենք, դժվարին պահին չենք թողնում միմյանց։ Բայց նրա խոսքերում լսվում էր ինչ-որ անհանգստություն, որը ծածկված էր հավատի ռետորիկայի տակ։ Ես հպարտ եմ մեր ազգով, որը միավորվել է, ասել էր նա։ Մենք հազարամյակներով պաշտպանել ենք մեր հողը։ Բայց նաև խոսել էր որոշիչ պահի մասին, եւ որ մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Այդ ամեն ինչը ինչ էր նշանակում։ Արդյոք նա նախազգուշացնում էր իր ժողովրդին, որ պատերազմը մոտենում է։ Հենց այդ մայիսին կոմանդոսը սկսեց գրել իր ամենաանհանգստացնող նամակները։ 7-րդ նամակում, թվագրված 2020 մայիսի 23 օրով, նա խոսում էր լռության մասին, որը տիրում էր պաշտպանության նախարարության աշխատակիցների միջև։ Նրանք չեն խոսում, բայց աչքերն ասում են ամեն ինչ, գրել էր նա։ Նրանք գիտեն, որ մեզ թողել են առանց ռազմավարության, առանց պլանի։ Բայց ով է համարձակվում բարձրաձայն ասել։ Այդ լռությունը ըստ կոմանդոսի ամենավտանգավոր էր, քանի որ այն թույլ էր տալիս հակառակորդին պլանավորել առանց դիմադրության։ Նա նշել էր, որ 2020 թվականին Ադրբեջանը գնել էր ժամանակակից դրոններ, իսրայելական արտադրության, եւ որ այդ դրոնները կարող էին փոխել ամեն ինչ մարտական դաշտում։ Բայց մեզ ասում են՝ մի անհանգստացեք, գրել էր նա։ Ասում են մեր բանակը ուժեղ է։ Բայց ես տեսնում եմ ճշմարտությունը։ Մենք գտնվում ենք ուխտի դիմաց, արդեն 5 տարի է։ Օգոստոսի 31-ին օրը գրված վերջին նամակը պարունակում էր մի շարք կանխատեսումներ, որոնք մարմնավորվեցին 2 ամիս անց։ Նրանք կհարձակվեն սեպտեմբերի վերջին, գրել էր կոմանդոսը։ Եվ մենք չենք պատրաստ։ Մեր քաղաքականությունը կառուցված է երևակայության վրա, ոչ թե իրականության վրա։ Բայց ամենասարսափելին վերջի պարբերությունն էր, երբ Շուշին կորցնենք, ես էլ կմեռնեմ նույն օրը։ Քանի որ առանց Շուշու ես չունեմ իմաստ ապրելու։ Այդ քաղաքը իմ կյանքն է, եւ նրա կորուստը նշանակում է իմ մահը։ Արդյոք սա էր պարզապես հին զինվորի բանաստեղծական ռետորիկան, թե կոմանդոսը գիտեր ինչ-որ խորը սոմատիկ ճշմարտություն, որ հոգին եւ մարմինը այնքան փոխկապակցված են, որ աշխարհագրական կորուստը կարող է հանգեցնել ֆիզիկական մահվան։ 2020 թվականի նոյեմբերի 8 օրը կոմանդոսը հաղորդակցվեց իր մերձավոր ընկերոջ, նախկին պաշտպանության նախարարության աշխատակցի հետ, որը հետագայում պահանջեց մնալ անանուն։ Այդ հաղորդակցությունը տեղի է ունեցել հեռախոսով, եւ ընկերը հետագայում պատմեց, որ կոմանդոսի ձայնը հնչում էր որպես հոգու ճիչ։ Նա ինձ ասաց. նրանք մոտենում են Շուշուն։ Պատմեց այդ մարդը 2021 թվականի ապրիլին, երբ արխիվների բացման հետ մեկտեղ սկսվեցին հարցազրույցները մահացածների հետ ընկերների հերիտ։ Նա չէր կարող պատկերացնել, որ հայ զինվորը կկարողանա լքել այն քաղաքը, որի համար այդքան արյուն է թափվել։ Այդ զրույցից 36 ժամ անց, նոյեմբերի 9 օրը, Ադրբեջանի բանակը մտավ Շուշի, եւ նոյեմբերի 10 օրը պաշտոնապես հայտարարեց քաղաքի հսկողության տակ վերցնելու մասին։ Կոմանդոսը զանգահարեց այդ նույն ընկերոջը կեսգիշերին, նոյեմբերի 10 օրը, եւ չասաց ոչինչ։ Ընկերը լսում էր միայն լացը։ Հետագա ամիսները գեներալ-մայորը մեկուսացավ։ Նրա ընտանիքի անդամները հետագայում պատմեցին, որ նա դադարել էր ճաշել, չէր խոսում, անցկացնում էր ժամերը նայելով հին լուսանկարներին Շուշիի հաղթանակից։ Մի լուսանկարում, որը արված էր 1992 թվականի մայիսի 8 օրը, նա կանգնած էր Ղազանչեցոց եկեղեցու դիմաց, եւ նրա դեմքի արտահայտությունը ցույց էր տալիս հպարտություն եւ հագեցվածություն։ Հծություն։ Հիմա նա նայում էր այդ լուսանկարին, եւ նրա աչքերը լցված էին հուսահատությամբ։ Նա խոսում էր իր հետ, պատմեց նրա դուստրը, որը 2021 թվականի ապրիլին համաձայնեց տալ հարցազրույց։ Նա ասում էր. ես ձեզ հավաստիացրի, որ այդ քաղաքը հավերժ կմնա մերը, բայց ես սուտ ասեցի։ Այդ ինքնամեղադրանքը ճզմում էր նրան ներսից, եւ ընտանիքի անդամները տեսնում էին,
թե ինչպես ամեն օր նա ավելի ու ավելի է թուլանում։ 2021 թվականի մարտի 28-րդ օրը կոմանդոսը հաղորդակցվեց իր նախկին մարտական ընկերոջ, ով մասնակցել էր Շուշիի ազատագրմանը, եւ ասաց. «Ես արդեն չեմ կարող շնչել առանց Շուշու»։ Այդ խոսքերը հնչեցին որպես վերջին խոստովանանք։ 3 օր անց, մարտի 29 օրը, նա զգաց սրտի սկզբում մեծ ցավ, եւ նրա ընտանիքը շտապ տեղափոխեց Բունյաթյանի բժշկական կենտրոն, Երևանի ամենամեծ հիվանդանոցը։ Բժիշկները պայքարեցին, բայց 29-րդ օրը, մարտի 31-ին օրը, գեներալ-մայորի սիրտը դադարեց։ Պաշտոնական մահվան վկայականում նշված էր սրտանոթային անբավարարություն, բայց բոլորը գիտեին իրական պատճառը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց ցավակցություն եւ ասաց. «Այն, որ Շուշին կարող էր հայի կողմից հանձնվել, այն էր անհավանական կոմանդոսի համար»։ Նրա մարտական ընկերներն ավելացրին. «Նրան սպանեց Շուշիի հանձնման ցավը»։ Բայց արխիվներում գտնված նամակները մեզ ցույց են տալիս, որ կոմանդոսի մահը չէր եղել պարզապես էմոցիոնալ խորտակում։ Նա գիտեր, որ վերջը մոտենում է, տարիներ առաջ։ Նա տեսել էր այն ռազմավարական սխալները, զգացել էր այն թուլությունը հայկական պաշտպանության համակարգում, լսել էր այդ լռությունը կառավարության ներսում։ Եվ նա ինքն իրեն պատրաստել էր վերջին ակտին, մահանալ միաժամանակ իր սիրած քաղաքի հետ։ Արդյոք այդ նամակները գուշակում էին ապագան։ Թե կոմանդոսը որպես փորձառու ռազմական պարզապես վերլուծել էր աշխարհագրական եւ քաղաքական իրավիճակը եւ եկել էր այն տխուր եզրակացության, որ Շուշին անխուսափելիորեն կընկնի։ Բայց ամենամեծ հարցն այն է. արդյոք նրա նախազգուշացումները կարող էին փրկել Շուշին, եթե լսեին։ Արդյոք այդ գաղտնի հանդիպումները, այդ թղթապանակները, այդ զգուշացումները կարող էին փոխել պատմության ընթացքը։ Թե աղետն արդեն անխուսափելի էր, ինչպես այդ անհայտ այցելուն ասել էր 2020 թվականի հունվարին։ Որոշումները կայացված են, եւ ոչ ոք չի կարող փոխել հոսքը։ Ինչ գիտեր կոմանդոսի ընտանիքը այն ամենի մասին, ինչ իրականում տեղի էր ունենում։ Նրա դուստրը, Լուսինեն, ով երբեք չէր տվել հարցազրույց, 2021 թվականի ապրիլին համաձայնեց խոսել, եւ այն, ինչ նա պատմեց փակ դռների հետևում կատարվածի մասին, բացատրում է շատ բան, թե ինչու ամեն ինչ ավարտվեց հենց այդպես։ 2018 թվականից սկսած, այն ժամանակ, երբ կոմանդոսը դեռ ուժեղ էր եւ առողջ, տան մթնոլորտը սկսեց փոխվել այնպես, որ բոլոր ընտանիքի անդամները զգացին, թեև ոչ ոք համարձակվեց բարձրաձայն ասել։ Հայրը սկսեց վերադառնալ տուն ուշ գիշերները, դողացող ձեռքերով, եւ առանց բացատրության փակվել էր իր սենյակում, որտեղ նա անցկացնում էր ժամերը ինչ-որ բան գրելով, որին ոչ ոք իրավունք չուներ մոտենալ։ Երբ Լուսինեն մի անգամ հարցրեց, թե ինչ է նա գրում, կոմանդոսը պատասխանեց խոսքերով, որոնք մինչ օրս հետապնդում են նրան. «Ես գրում եմ նամակներ այն մարդկանց, ովքեր կկարդան դրանք, երբ արդեն ուշ կլինի ինչ-որ բան փոխելու համար։ Բայց կարևոր է, որ նրանք իմանան, որ մենք տեսանք աղետը մոտենալիս եւ փորձեցինք զգուշացնել»։ Այդ խոսքերը հնչեցին որպես հավերժական դատապարտանք, եւ դուստրը հասկացավ, որ հայրը ապրում է երկու աշխարհում, մեկում, որտեղ նա դեռ հերոս է իր ազգի համար, եւ մյուսում, որտեղ նա տեսնում է, թե ինչպես այդ հերոսությունը ոչնչանում է իր աչքերի առջև։ Ընտանիքի աշխատասեղանի խոսակցությունները դարձան ավելի լարված, հատկապես 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ բարձրահաղ տեղափոխություն եւ իշխանության եկավ նոր կառավարություն։ Կոմանդոսը հանրությանը պահպանում էր լռություն այդ քաղաքական փոփոխությունների մասին, բայց տանը նա արտահայտվում էր խոսքերով, որոնք ցույց էին տալիս խորը անհանգստություն։ Նոր իշխանությունը չի հասկանում, որ Արցախը պահպանվում է ոչ թե բանակցություններով, այլ զոհողությամբ եւ արյունով, ասում էր նա իր կնոջը։ Նա նաեւ խոսում էր այն մասին, որ նոր պաշտպանության նախարարը չունի բավարար փորձ եւ որ բանակի ներսում տիրում է շփոթություն։ Բայց ամենասարսափելին այն էր, որ կոմանդոսը սկսեց նաեւ խոսել անձնական մատնության զգացումների մասին։ Նա զգում էր, որ նրա կյանքի գործը, Շուշիի ազատագրումը, կարող է ոչնչացվել պարզապես մի քանի տարիների ընթացքում, քանի որ նոր սերունդը չի գնահատում այն զոհողությունները, որոնք արվել են։ Այդ զգացումները նրան ճզմում էին ներսից, եւ ընտանիքի անդամները տեսնում էին, թե ինչպես ամեն օր նրա աչքերը դառնում էին ավելի ու ավելի մռայլ։ 2019 թվականի աշնանը կոմանդոսը սկսեց խոսել իր կնոջ հետ այն մասին, որ նրանք պետք է պատրաստ լինեն վատագույնին։ Երբ կինը հարցրեց, թե ինչ է նշանակում վատագույնը, կոմանդոսը պատասխանեց. «Շուշիի կորուստ»։ Այդ խոսքերը հնչեցին այնպես, որ կինը զգաց սառը դող մեջքից վար, քանի որ նա գիտեր, որ ամուսինը երբեք չէր խոսում սնապարծության մեջ,
Եթե նա ասում էր ինչ-որ բան, դա նշանակում էր, որ նա տեսել էր ապացույցներ, որոնք հաստատում էին նրա վախերը։ Կոմանդոսը պատմեց, որ նա մի քանի անգամ հանդիպել էր բարձրաստիճան զինվորականների հետ, ովքեր նաև տեսնում էին նույն վտանգը, բայց ոչ ոք չէր համարձակվում հրապարակավ խոսել, քանի որ վախենում էին կարիերայի կործանումից կամ քաղաքական հալածանքներից։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ ճշմարտությունը ասելը դառել է վտանգավոր, ասում էր նա իր կնոջը։ Եվ այդ ճշմարտությունն այն էր, որ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական համակարգը թուլանում էր ոչ թե զենքի պակասից, այլ համակարգված ռազմավարության բացակայության պատճառով, եւ որ Ադրբեջանը թուրքական աջակցությամբ պատրաստվում էր մեծ հարձակման, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Կինը հիշում է, թե ինչպես կոմանդոսը, խոսելիս այդ բոլորի մասին, ունեցավ տհաճ սովորություն։ Նա սկսեց շոշափել իր ձախ կրծքավանդակը, այնտեղ, որտեղ սիրտն է, որպես թե նա զգում էր, որ ինչ-որ բան այնտեղ այլևս ճիշտ չէր աշխատում։ Լուսինեն նաև պատմեց մի դրվագ, որը տեղի էր ունեցել 2020 թվականի ամռանը, քիչ առաջ պատերազմի սկսվելուց։ Հայրը նստած էր բակում, նայելով լեռներին հեռվում, եւ երբ դուստրը մոտեցավ նրան, նա ասաց. «Գիտես, ինչ է ամենավատը այս ամենի մեջ։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք պարտվել։ Այն է, որ մենք կպարտվենք, եւ ապա մարդիկ կասեն. ինչպես մենք չտեսանք դա գալիս։ Բայց մենք տեսանք։ Մենք զգուշացրեցինք։ Պարզապես մեզ չլսեցին»։ Այդ խոսքերը Լուսինեն հիշում է որպես իր հոր վերջին փորձը բացատրել, թե ինչու նա այդքան տանջված էր։ Նա չէր կարող ընդունել այն փաստը, որ նրա կյանքի գործը, Շուշիի պաշտպանությունը, կարող էր ոչնչացվել, քանի որ նոր սերնդի ղեկավարները չունեին նույն հավատը եւ նույն զոհողության ոգին, որը պահանջվում էր այդ սուրբ հողը պահպանելու համար։ Արդյոք կոմանդոսի ընտանիքը կարող էր փրկել նրան այդ տառապանքներից։ Արդյոք նրանք կարող էին համոզել նրան դադարեցնել այդ մութ կանխատեսումները եւ հավատալ, որ ամեն ինչ կլինի լավ։ Թե նա գիտեր ինչ-որ բան, որ նրանք չէին գիտի, եւ նրա տառապանքը ծագում էր ոչ թե պարանոյայից, այլ այն խորը իմացությունից, որ աղետն անխուսափելի է, եւ որ ոչինչ եւ ոչ ոք չի կարող այն կանխել։ Մինչև հիմա հազարավոր մարդիկ, ովքեր մասնակցել են Շուշիի ազատագրմանը 1992 թվականին, փորձել են պահպանել լռություն այն մասին, ինչ տեղի է ունեցել վերջին տարիներին։ Բայց 2021 թվականի ապրիլին, երբ կոմանդոսի մահից անցել էր ընդամենը մի քանի շաբաթ, նրանց ձայները սկսեցին լսվել։ Հին զինվորներից մեկը, 68 տարեկան Հարությունը, ով մասնակցել էր Շուշիի գրավմանը եւ հետագայում դարձել էր Արցախի պաշտպանության բանակի սպա, համաձայնեց տալ հարցազրույց պայմանով, որ իր ազգանունը չհրապարակվի։ Մինչև վերջին րոպեն ես հավատացի, որ մենք կփրկվենք, պատմում է նա, եւ նրա ձեռքերը դեռևս դողում են 30 տարի անց։ Այն, ինչ գիտեր այս մարդը եւ ինչ չգիտեինք մենք, կարող է փոխել ամբողջ պատկերացումը Շուշիի կորստի մասին։ Հարությունը խոսում է 2018 թվականից սկսած իրադարձությունների մասին, երբ պաշտպանության նախարարության ներսում սկսեցին տեղի ունենալ հանդիպումներ, որոնք ոչ մի պաշտոնական արձանագրություն չունեցան։ Այդ հանդիպումներին մասնակցում էին ոչ միայն բարձրաստիճան զինվորականներ, այլև քաղաքական գործիչներ, ովքեր ունեին սեփական շահեր Արցախի հետ կապված։ Մենք զգացինք, որ ինչ-որ բան սխալ է տեղի ունենում, երբ մեզ ասեցին հանել որոշ զորքեր ռազմական դիրքերից, պատմում է Հարությունը։ Այդ հրամանները տրվել են 2015 թվականի վերջին եւ 2020-ի սկզբին, եւ դրանք հակասում էին ամեն տեսակի ռազմավարական տրամաբանության։ Բայց ավելի սարսափելին այն էր, որ այդ հրամանները տրվել էին անձանց կողմից, ովքեր ըստ Հարությունի չունեին ոչ մի փորձ ռազմադաշտում, բայց ունեին շատ ազդեցություն քաղաքական շրջանակներում։ Երբ հարցնում ենք, թե ով էր այդ մարդիկ, Հարությունը մերժում է անվանել անուններ, բայց ասում է. «Եթե ես անվաներ անուններ, ես հավանաբար չէի ապրի երկար»։ Այդ վախը իրական է, եւ այն ցույց է տալիս, որ անգամ այսօր, երբ պատերազմն ավարտվել է եւ Շուշին կորել է, դեռևս կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ որոշակի ճշմարտություններ մնան թաքնված։ Հարությունը պատմում է նաեւ, որ 2020 թվականի ամառանը, երբ համաճարակը դեռ ազդում էր բոլորի վրա, նրանք ստացել էին խորհուրդներ՝ մի ակտիվանալ, մի սադրել Ադրբեջանին։ Բայց ինչպես կարող ես չսադրել, երբ նրանք արդեն պատրաստվում են հարձակման, հարցնում է նա։ 2020 թվականի օգոստոսին Հարությունը ունեցավ հանդիպում կոմանդոսի հետ, որը տեղի էր ունեցել մի փոքրիկ սրճարանում Երևանի կենտրոնում։ Նա նայեց ինձ եւ ասաց. «Ձեր ընկեր, մենք կորցրել ենք», հիշում է Հարությունը։ Ունը։ Այդ խոսքերը հնչեցին որպես դատավճիռ, քանի որ կոմանդոսը երբեք չէր խոսել հուսահատության լեզվով։
Երբ ես հարցրի, ինչ կարող ենք անել, նա պատասխանեց. ոչինչ, այն մարդիկ, ովքեր պետք է որոշեն, արդեն վաճառել են մեզ։ Այդ բառը, վաճառել, դողեցրեց Հարությունին, քանի որ նա հասկացավ, որ կոմանդոսը չի խոսում ռազմական պարտության մասին, այլ քաղաքական դավաճանության մասին։ Բայց ով էին այդ մարդիկ, ովքեր վաճառել էին Շուշին։ Արդյոք սա էր պարզապես հին զինվորականների կոնսպիրոլոգիական տեսություն, թե կոմանդոսը տեսել էր ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ որոշակի մարդիկ պաշտպանության նախարարության ներսում գաղտնի բանակցություններ էին վարում, որոնք նպատակ ունեին Արցախի որոշ տարածքների հանձնումը փոխարենը որոշակի քաղաքական կամ տնտեսական արտոնությունների։ Հարությունը խոսում է նաև մի այլ հանգամանքի մասին, որը տեղի էր ունեցել հենց պատերազմի սկզբում, 2020 թվականի սեպտեմբերի 27-րդ օրը, երբ Ադրբեջանը սկսեց հարձակումը։ Նա այդ պահին գտնվում էր Ստեփանակերտում, եւ նրան զարմացրեց, որ պաշտպանության համակարգը չգործարկվեց անմիջապես։ Կարծես թե մենք չգիտեինք, որ պատերազմը գալիս է, ասում է նա։ Բայց ավելի տագնապալին այն էր, որ որոշ զինվորական հրամանատարներ ստացել էին հրամաններ մի հակագրոհ անել, սպասել ցուցումների։ Այդ հրամանները հանգեցրեցին այն, որ առաջին օրերին հայկական կողմը կորցրեց կարևոր դիրքեր, որոնք կարող էին պաշտպանվել, եթե թույլ տրվեր ակտիվ դիմադրություն։ Երբ մենք հետագայում հարցրինք, ինչու մեզ չթույլ տվին պաշտպանվել, մեզ ասացին, այդ էր քաղաքական որոշումը, պատմում է Հարությունը։ Բայց որոնք էին այդ քաղաքական որոշումները։ Ով էր կայացրել դրանք։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ որոշումները եղել են միտումնավոր, հանգեցնելու Շուշիի կորստին, որպեսզի ապա բանակցվեր դադարեցման մասին, որը նպաստավոր կլիներ որոշակի մարդկանց։ Հարությունը չի կարող պատասխանել այդ հարցերին վստահությամբ, բայց նա ասում է. կոմանդոսը հավատում էր, որ սա դավաճանություն է, եւ եթե նա հավատում էր, ես եւս հավատում եմ։ Արդյոք կոմանդոսի զգուշացումները կարող էին կանխել այդ դավաճանությունը, եթե լսեին։ 2021 թվականի ապրիլի վերջում մի նախկին անվտանգության սպան, ով պահպանել էր կոմանդոսին 2010 թվականներին, համաձայնեց խոսել անանուն պայմանով։ Այն ինչ նա պատմեց, կարող է ամբողջովին փոխել մեր պատկերացումը կոմանդոսի վերջին տարիների եւ նրա մահվան մասին։ Այդ մարդը պատմեց, որ 2018 թվականից սկսած, երբ քաղաքական իշխանափոխությունը տեղի ունեցավ Հայաստանում, կոմանդոսի շուրջ մարդկանց շրջանակը սկսեց նեղանալ։ Հին ընկերները դադարեցին այցելել նրան, ասում է նախկին սպան։ Նրանք վախենում էին ասոցացվել նրա հետ, քանի որ նոր իշխանությունը չէր հավանում այն մարդկանց, ովքեր կապված էին հին համակարգի հետ։ Բայց մի մարդ մնաց մոտ կոմանդոսին մինչև վերջ, մի նախկին պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակից, ում անունը այս պատմության մեջ մենք կանվանենք Ս. Այդ Ս-ն էր այն մարդը, ով 2018 թվականից մինչև 2020-ի վերջ պարբերաբար այցելում էր կոմանդոսի տուն, խոսում էր նրա հետ բանակի իրավիճակի մասին եւ ըստ երևույթին նախկին սպայ, նախազգուշացնում էր նրան վտանգի մասին։ Բայց նախկին սպան հիմա պնդում է, որ Սեի իրական դերը ավելի մութ էր։ Նախկին սպան պատմում է, որ 2019 թվականի աշնանը նա պատահաբար լսեց Սեի հեռախոսային զրույցը, երբ այդ մարդը կանգնած էր կոմանդոսի տան բակում եւ խոսում էր ինչ-որ մեկի հետ ադրբեջաներեն։ Ես չեմ խոսում ադրբեջաներեն, բայց ես ճանաչեցի մի քանի բառ՝ Շուշի, գեներալ եւ պլան։ Այդ հանգամանքը նախկին սպան հաղորդեց իր վերադասին, բայց նրան ասացին՝ մի միջամտեք քաղաքական հարցերին։ Հետագայում, երբ սպան փորձեց զգուշացնել կոմանդոսին, որ Սեը կարող է լինել վտանգավոր, գեներալը մերժեց լսել նրան։ Նա ասաց. Սն իմ հին ընկերն է, մենք միասին պաշտպանել ենք Արցախը, նա երբեք չի մատնի ինձ։ Բայց նախկին սպան պնդում է, որ Սեը ոչ միայն մատնեց կոմանդոսին, այլև մատնեց ողջ հայկական պաշտպանությունը։ Նա պատմում է, որ 2023 թվականի հուլիսին Էսը ունեցավ հանդիպում մի անհայտ անձի հետ, որը եկավ սև մեքենայով եւ որի դեմքը ծածկված էր դիմակով։ Նրանք խոսեցին մոտ 20 րոպե եւ ապա անհայտը հեռացավ։ Նախկին սպան չգիտի, թե ինչ էր խոսվել այդ հանդիպման ժամանակ, բայց երբ Էսը վերադարձավ կոմանդոսի տուն այդ հանդիպումից հետո, գեներալը հարցրեց նրան, թե ինչու է նա այդպիսի անհանգիստ։ Էսը պատասխանեց. ամեն ինչ վերահսկման տակ է։ Բայց նախկին սպան հիշում է, որ նրա ձեռքերը դողում էին եւ նա շարունակաբար նայում էր հեռախոսին, որպես թե սպասում էր կարևոր հաղորդագրության։ Այդ օրը, երբ Էսը հեռացավ, կոմանդոսը երկար նստած էր իր սենյակում, եւ երբ նախկին սպան մտավ ներս սննել,
գեներալը նայում էր հին լուսանկարներին, Շուշիի ազատագրման օրվանից։ Նա շոշափեց լուսանկարը եւ ասաց. «Կարող ես պատկերացնել, որ մենք կորցնենք այս ամենը, ոչ թե պատերազմի դաշտում, այլ քաղաքական սեղանի մոտ»։ Այդ խոսքերը նախկին սպան երբեք չի մոռանա, քանի որ նա դրանում լսեց ոչ թե հուսահատություն, այլ վերջնական համոզվածություն, որ մատնությունը արդեն կատարվել է։ Բայց ամենավտանգավորը դեռ առաջում էր։ 2020 թվականի սեպտեմբերի սկզբին, երբ ամբողջ Հայաստանում եւ Արցախում խոսում է մեծ հարձակման, ՍԸ կրկին այցելեց կոմանդոսին։ Այս անգամ նա բերեց մի փակ ծրար, եւ երբ կոմանդոսը հարցրեց, թե ինչ է դա, ՍԸ ասաց. «Ռազմական քարտեզներ, որոնք կարող են օգտակար լինել, եթե ամեն ինչ սկսվի»։ Կոմանդոսը վերցրեց ծրարը եւ թողեց իր սեղանի վրա, առանց բացելու։ Նախկին սպան, ով այդ պահին գտնվում էր սենյակի անկյունում, հիշում է, թե ինչպես ՍԻ աչքերը անկրկնելի կերպով փայլացին, երբ գեներալը վերցրեց ծրարը։ «Այդ պահին ես գիտեի, որ ինչ-որ սխալ բան էր», ասում է նախկին սպան։ «Բայց ես ոչինչ չարեցի, եւ դա է իմ մեծագույն մեղքը»։ Հետագայում պարզվեց, որ այդ քարտեզները ոչ թե օգնություն էին, այլ դրան, որը դավաճանության գործիքն էր։ Ո՞վ էր ՍԸ իրականում, եւ արդյոք նա դեռ ազատ է, թափառում Հայաստանի փողոցներում, իմանալով, որ նա դավաճանեց մի ազգին։ 2021 թվականի ապրիլի 17-րդ օրը, երբ կոմանդոսի մահից անցել էր ընդամենը 2 շաբաթ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստիպված եղան բացել մի թղթապանակ, որը պահվում էր առանձին պահարանում, կոդով Վենետիկ 3։ Այդ պահարանում պահվում էին այնպիսի նյութեր, որոնց գոյության մասին գիտեին միայն 3 մարդ՝ նախկին ազգային անվտանգության տնօրենը, նրա տեղակալը եւ ինքը կոմանդոսը։ Երբ պահարանը բացվեց, ներսում գտան 15 թղթապանակ, որոնցից յուրաքանչյուրը նշված էր տարբեր անուններով, բոլորը բարձրաստիճան զինվորականների եւ քաղաքական գործիչների անուններ, ովքեր աշխատել էին պաշտպանության համակարգում վերջին 15 տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր թղթապանակում պարունակվում էին ֆինանսական փաստաթղթեր, բանկային հաշիվների տվյալներ, գաղտնի հանդիպումների լուսանկարներ եւ հեռախոսային զրույցների գաղտնի ձայնագրություններ։ Բայց ամենասարսափելին այն էր, որ վերջին թղթապանակում, որը կրում էր պարզապես ՍԸ տառը, պարունակվում էր ամբողջական քարտեզը, ցույց տալով, թե ինչպես տարբեր մարդիկ, որոնք պաշտոնապես պետք է պաշտպանեին Արցախը, իրականում աշխատում էին դրա դեմ։ Ո՞վ էր հավաքել այս ապացույցները։ Ինչու էր կոմանդոսը չօգտագործել դրանք ժամանակին։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ ապացույցները կարող էին փրկել Շուշին, եթե հրապարակվեին ժամանակին։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր բացեցին այդ պահարանը, անմիջապես զեկուցեցին վերադասին։ Բայց հետագայում պարզվեց, որ այդ նյութերի մի մասը անհետացել էր արդեն մինչև պահարանի պաշտոնական բացումը։ Ինչ-որ մեկը, ով ուներ բարձր մուտքի իրավունք, մտել էր այնտեղ 2021-ի մարտի 28-րդ օրը, հենց նույն օրը, երբ կոմանդոսը հոսպիտալացվել էր։ Այդ մարդը վերցրել էր կոնկրետ 3 թղթապանակ։ Այն մարդկանց թղթապանակները, ովքեր հիմա զբաղեցնում են ամենաբարձր պաշտոններն Հայաստանի պաշտպանության համակարգում։ Պահակները չեն կարողացել ճանաչել այդ անձը, քանի որ նա օգտագործել էր վավեր անցագիր եւ ճիշտ կոդը։ Բայց ինչպես էր ինչ-որ մեկը իմացել այդ կոդը, որը գիտեին միայն 3 մարդ, եւ որից 2-ը դեռ կենդանի են, եւ երդվում են, որ երբեք չեն տվել այն ուրիշ մեկին։ Պարզվեց, որ կոմանդոսը, այդ 3 մարդկանցից 3-ը, գրել էր կոդը մի փոքրիկ թղթի վրա եւ պահել էր իր հին դրամապանակում։ Բայց երբ նրա ընտանիքը փորձեց գտնել այդ դրամապանակը մահից հետո, այն անհետացել էր։ Ո՞վ էր վերցրել դրամապանակը։ Արդյոք նրա հարազատներն էին, ովքեր փորձում էին պաշտպանել գեներալի անունը, թե ինչ-որ մեկը դուրս, ով ուզում էր ոչնչացնել ապացույցները նախքան դրանք հրապարակելը։ Մնացած 12 թղթապանակները բավարար էին ցույց տալու, որ Շուշիի կորուստը չէր եղել պարզապես ռազմական ձախողում։ Կոմանդոսը հավաքել էր ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ 2018 թվականից սկսած մի փոքր խումբ բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպումներ էր ունեցել օտար ջեմերի հետ, քննարկելու Արցախի կարգավորման ալտերնատիվ սցենարներ։ Այդ ձևակերպում իրենից ներկայացնում էր դիվանագիտական լեզու, որը թարգմանում է որպես տարածքների հանձնում։ Թղթապանակներում պահպանվում էին բանկային փոխանցումների ապացույցներ, ցույց տալով, որ որոշ պաշտոնյաներ ստացել էին մեծ գումարներ օֆշորային հաշիվներում, որոնք չէին կարող բացատրվել նրանց պաշտոնական աշխատավարձով։ Կոմանդոսը նաև փաստագրել էր մի հանդիպում, որը տեղի էր ունեցել 2019 թվականի հոկտեմբերին,
երբ 3 բարձրաստիճան զինվորական և 2 քաղաքական խորհրդատու հավաքվել էին մի անհայտ վիլայում Երևանից դուրս և քննարկել էին անխուսափելի կորուստների նվազագույնի հասցնելը։ Ով էր որոշել, որ այդ կորուստները անխուսափելի էին։ Ինչու չէր ոչ մեկը փորձում կանխել դրանք, այլ ընդհակառակը պլանավորում էր, թե ինչպես կարելի է մեղմացնել դրանք։ Եվ ամենավատագույնը, արդյոք այդ մեղմացում իրականում նշանակում էր Շուշիի հանձնում, փոխարենը Ստեփանակերտը պահելու։ Թղթապանակներում նաև կային ձայնագրություններ։ Կոմանդոսը գաղտնի գրանցել էր մի հեռախոսային զրույց, որը տեղի էր ունեցել 2020 թվականի հուլիսի 15-րդ օրը։ Զրույցը կայացել էր երկու մարդու միջև, մեկը, ում ձայնը ճանաչելի էր որպես նախկին պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցի, և մյուսը, ում հայերեն խոսելաձևը ցույց էր տալիս, որ նա ադրբեջանցի էր։ Զրույցում այդ հայ պաշտոնյան ասում էր. «Մենք չենք կարող պահել ամեն ինչը։ Ավելի լավ է հանձնել մի մասը հիմա, քան կորցնել ամեն ինչը հետո»։ Իսկ ադրբեջանցի ձայնը պատասխանում էր. «Դուք հասկանում եք, որ մենք ուզում ենք Շուշին, դա բանակցելի չէ»։ Եվ հայ պաշտոնյան մի փոքր դադարից հետո ասում էր. «Այդ հարցը պետք է քննարկել ավելի բարձր մակարդակում, բայց հասկանում եմ ձեր դիրքը»։ Այդ ձայնագրությունը տևում էր միայն 7 րոպե, բայց այդ 7 րոպեն բավարար էին ցույց տալու, որ գոնե մի բարձրաստիճան հայ պաշտոնյա պատրաստ էր քննարկել անգամ Շուշիի հանձնումը։ Բայց ով էր այդ մարդը։ Ինչու կոմանդոսը չի հրապարակել այդ ձայնագրությունը։ Արդյոք վախեցել էր նրա կյանքի համար։ Թե հավատացել էր, որ հրապարակելով այն, կստեղծի այնպիսի քաղաքական ճգնաժամ, որը կարող էր հանգեցնել ավելի վատ հետևանքների։ Պահակները պատմեցին, որ կոմանդոսը մի քանի անգամ եկել էր այդ պահարան, երբ նա դեռ կենդանի էր, և ավելացրել նոր փաստաթղթեր։ Վերջին այցը եղել էր 2020 թվականի սեպտեմբերի 26-րդ օրը, ընդամենը մի օր առաջ պատերազմի սկսվելուց։ Այդ օրը նա բերել էր մի փոքրիկ ծրար և ասել պահակին. «Եթե ես չվերադառնամ մինչև դեկտեմբերի վերջը, բացեք պահարանը և տվեք ամեն ինչ ազգային անվտանգության նախարարին անձամբ։ Ոչ ոք այլը չպետք է դիպչի դրան»։ Բայց կոմանդոսը վերադարձավ նոյեմբերի 20-ից հետո, անմիջապես Շուշիի անկման լուրից հետո, և մտավ պահարան։ Նա անցկացրեց այնտեղ 3 ժամ, և երբ դուրս եկավ, պահակը նկատեց, որ նրա աչքերը կարմիր էին և դեմքը բլեթ։ Նա նայեց ինձ և ասաց. «Արդեն ուշ է, բայց գոնե պատմությունը կիմանա ճշմարտությունը», հիշում է պահակը։ Բայց ո՞ր ճշմարտությունը։ Արդյոք կոմանդոսն այն օրը ավելացրեց վերջնական ապացույցը, որը հաստատում էր, թե ով կոնկրետ մատնեց Շուշին։ Թե հեռացրեց որոշ ապացույցներ, որպեսզի պաշտպանի որոշ մարդկանց, որոնց նա դեռ հավատարիմ մնում էր, չնայած ամեն ինչին։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ 3 թղթապանակները, որոնք անհետացել էին մարտի 28-րդ օրը, պարունակում էին վերջնական ապացույցը, որը կարող էր բոլորին դատապարտել։ Կոմանդոսի մարմինը սկսել էր դավաճանել նրան շատ ավելի վաղ, քան ինքը դավաճանեց իր իշխանությանը։ Նրա անձնական բժիշկը, 67 տարեկան դոկտոր Հակոբը, ով բուժել էր գեներալին 2014 թվականից ի վեր, համաձայնեց խոսել 2021 թվականի ապրիլին, բայց միայն այն պայմանով, որ որոշակի բժշկական մանրամասներ չհրապարակվեն։ Այն, ինչ նա պատմեց կոմանդոսի առողջական վիճակի մասին, ցույց է տալիս, որ գեներալի ֆիզիկական անկումը սկսվել էր համաժամանակ քաղաքական ճգնաժամի հետ, և որ այդ երկուսը փոխկապակցված էին այնպես, որ անհնար էր տարանջատել դրանք։ 2017 թվականին, երբ կոմանդոսը մոտենում էր 70 տարեկանին, նա դեռևս ուներ ուժը և էներգիան մարդու, ով 20 տարով երիտասարդ էր։ Նա քայլում էր ուղիղ, նրա ձայնը հզոր էր և աչքերը լի էին կյանքով։ Բայց 2018 թվականի գարնանը, անմիջապես քաղաքական հեղափոխությունից հետո, դոկտոր Հակոբը նկատեց առաջին փոփոխությունները։ Կոմանդոսը սկսեց գանգատվել անգան խանգարումներից։ Նրա ընդհանուր քնի որակը վատացավ 2 ժամից 3 ժամ գիշերը, և նա ունեցավ պարբերական գլխացավեր, որոնք նա չէր ունեցել նախկինում։ Ես նրան ասացի, որ դրանք լարվածության նշաններ են, պատմում է դոկտոր Հակոբը։ Բայց նա մերժեց վերցնել որևէ դեղամիջոց։ Նա ասաց. «Ես պետք է պահեմ պարզ գիտակցությունը։ Չեմ կարող թույլ տալ, որ դեղերը մլավեցնեն ինձ այս կարևոր պահին»։ 2018-ից մինչև 2020-ը, ընդամենը 2 տարի, բայց կոմանդոսի արտաքինը փոխվեց այնպես, որ այն, ովքեր նրան տեսել այդ ժամանակահատվածում, շոկվեցին նրան հանդիպելիս։ Նրա մազերը, որոնք 2017 թվականին դեռ ուներ ոսկեգույն երանգավորում,
դարձան ամբողջովին ջերմակ։ Նրա քայլելաձևը կորցրեց ինքնավստահությունը։ Նա սկսեց քայլել ավելի դանդաղ, սկզբում հենվելով պատերին եւ հետագայում օգտագործելով ձեռնափայտ։ Նրա դեմքը, որը երբեմն եղել էր լցված եւ համեմատաբար առողջ, սկսեց նիհարել, եւ աչքերի շուրջ հորացան ծանր ստվերները։ Դոկտոր Հակոբը պատմում է, որ 2019 թվականի աշնանը նա ստիպված եղավ տալ կոմանդոսին վերջնագիր, կամ սկսել բուժում ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար, կամ դիմակայել լուրջ հետևանքների։ Ես նրան ասացի. «Դուք կարող եք մահանալ հաջորդ 2 տարիների ընթացքում, եթե շարունակեք այս տեմպերով», հիշում է բժիշկը։ Բայց կոմանդոսը պատասխանեց խոսքերով, որոնք հիմա հնչում են որպես վախեցուցիչ կանխագուշակություն։ 2 տարի բավական է։ Ես կկարողանամ տեսնել վերջը։ Ինչպիսի վերջը։ Արդյոք նա արդեն գիտեր, որ 2020 թվականը կբերի աղետ, եւ որ նա չի վերապրի այն։ Բժշկական արխիվները, որոնք պահվում էին դոկտոր Հակոբի մասնավոր կլինիկայում եւ որոնք նա համաձայնեց բացել ազգային անվտանգության ծառայության հետաքննության համար, ցույց են տալիս մանրամասն պատկերը կոմանդոսի առողջական անկման մասին։ 2018 թվականի ապրիլին, անմիջապես հեղափոխությունից հետո, նրա արյան ճնշումը սկսեց ցուցաբերել անկանոն բարձրացումներ, հասնելով միայն 160-100-ի, որը վտանգավոր է 70 տարեկան մարդու համար։ Նրա սրտի ռիթմը դարձավ անկանոն, եւ էլեկտրոկարդիոգրամը ցույց տվեց մի շարք փոքր խանգարումներ, որոնք թեև ոչ անմիջապես կյանքի համար վտանգավոր, ցույց էին տալիս, որ սիրտը աշխատում է չափազանց մեծ լարվածության ներքո։ Դոկտոր Հակոբը նշանակեց հակահիպերտոնիկ դեղեր, բայց կոմանդոսը հաճախ մոռանում էր դրանք վերցնել, կամ պարզապես մերժում էր, ասելով. «Դեղերը ինձ դանդաղեցնում են»։ 2019 թվականի ամռանը բժիշկը նկատեց նաև, որ կոմանդոսը կորցրել էր մոտ 15 կիլոգրամ, իջնելով 75 կիլոգրամից 60 կիլոգրամի։ Այդ կշռի կորուստը չէր եղել դիետայի արդյունք, այլ պարզապես նրա ախորժակի կորուստ եւ քրոնիկ սթրեսի ազդեցություն։ Բայց ամենավտանգավորը սկսվեց 2020 թվականի ամռանը։ Դոկտոր Հակոբը պատմում է, որ հուլիսի վերջին կոմանդոսը զանգահարեց նրան կեսգիշերին եւ ասաց, որ զգում է սաստիկ ցավ կրծքավանդակում։ Բժիշկը անմիջապես գնաց գեներալի տուն եւ արեց էլեկտրոկարդիոգրամ, որը ցույց տվեց մինոր սրտի նոպա, ոչ բավարար։ Պահանջելու հոսպիտալացում, բայց բավարար ցույց տալու, որ սիրտը սկսում է ձախողվել։ Ես նրան ասացի. «Հիվանդանոց պետք է գնաք անմիջապես», պատմում է դոկտոր Հակոբը։ Բայց նա մերժեց։ Նա ասաց. «Ես չեմ կարող հիմա թուլություն ցույց տալ։ Նրանք կմտածեն, որ ես մեռնում եմ, եւ կսկսեն հանձնել ամեն ինչ առանց դիմադրության»։ Ո՞վ էին նրանք։ Արդյոք կոմանդոսը հավատում էր, որ իր ֆիզիկական թուլությունը կարող է օգտագործվել որպես պատրվակ նրանց կողմից, ովքեր ցանկանում էին արագացնել Արցախի հանձնումը։ Թե նա խոսում էր իր ներքին ֆիզիկական ու հոգեկան պայքարի մասին, պայքարի, որը նա գիտեր, որ կորցնում է։ Սեպտեմբերի 27-րդ օրը, պատերազմի առաջին օրը, դոկտոր Հակոբը կրկին այցելեց կոմանդոսին եւ տեսավ տեսարան, որը երբեք չի մոռանա։ Գեներալը նստած էր իր սենյակում, հեռուստացույցը միացված էր, ցույց տալով լուրերը Ադրբեջանի հարձակման մասին, եւ կոմանդոսի ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ նա չէր կարող պահել բաժակը, որից փորձում էր խմել ջուր։ Նրա դեմքը գրեթե սպիտակ էր, եւ քրտինքը հոսում էր ճակատից անընդհատ, չնայած այն փաստին, որ սենյակում ցուրտ էր։ Ես չէի տեսել երբեք մարդու, ով այդքան ուժգնորեն կենտրոնացված լարվածության մեջ է, պատմում է բժիշկը։ Նրա ամբողջ մարմինը գտնվում էր մարտական պատրաստակամության մեջ։ Այդ օրվանից սկսած, կոմանդոսի ֆիզիկական վիճակը սկսեց արագորեն վատանալ։ Բժիշկը փորձում էր նրան համոզել հոսպիտալացվել, բայց գեներալը մերժում էր։ Նա ասում էր, որ պետք է լինի իր տանը, որտեղ կարող է ստանալ լուրեր Շուշուց։ 44 օրերի ընթացքում, որքան տևեց պատերազմը, կոմանդոսը գործնականում չէր քնում, չէր ուտում, եւ իր ժամանակը անցկացնում էր հեռախոսի սպասելով եւ լուրեր ստեղծելով։ Երբ նոյեմբերի 9 օրը եկավ նախազգուշացումը, որ Շուշին վտանգված է, նա փորձեց զանգահարել ազգային անվտանգության ծառայությանը, պաշտպանության նախարարությանը, նույնիսկ Արցախի հրամանատարությանը։ Բայց ոչ ոք չպատասխանեց։ Կարծես նրան դիտավորյալ կտրել էին բոլոր կապերից։ 6 մարդը եղան կոմանդոսի վերջին օգնականները։ 2-ը անվտանգության սպաներ, 2-ը բժշկական ասիստենտներ, 1-ը ռազմական քարտեզագիր եւ 1-ը հաղորդակցության մասնագետ։ Նրանք ստեղծվել էին որպես գաղտնի խումբ 2014 թվականին, կոմանդոսի անձնական վստահությամբ։ Նրանք բոլորը ունեին մեկ ընդհանուր գիծ,
բացարձակ նվիրվածություն Արցախի գաղափարին եւ անսասան հավատարմություն կոմանդոսին։ Բայց 2018 թվականից սկսած, երբ քաղաքական լանդշաֆտը սկսեց ձևափոխվել, այդ խմբի անդամները սկսեցին նկատել փոփոխություններ իրենց առաջադրանքներում։ Նրանց խնդրում էին զեկուցել ոչ միայն կոմանդոսին, այլև որոշակի անձանց պաշտպանության նախարարությունից։ Նրանց տալիս էին նոր կոդեր, նոր արձանագրություններ, նոր հրահանգներ։ Եվ ամենակարևորը, նրանց սկսեցին ասել, որ հին ստանդարտները այլևս չեն աշխատում։ 6-ից 2-ը, անվտանգության սպաներից մեկը եւ բժշկական ասիստենտը մերժեցին համագործակցել նոր հրահանգների հետ։ Նրանք զեկուցեցին կոմանդոսին 2013 թվականի դեկտեմբերին, եւ գեներալը նրանց ասաց. «Պահպանեք հավատարմությունը ինձ եւ Արցախին։ Ես կվերցնեմ վրաս հետևանքները»։ Բայց մնացած 4-ը շարունակեցին կատարել երկու մեծերի հրահանգներ։ Մեկ կողմից կոմանդոսի, մյուս կողմից այն անհայտ քաղաքական ուժերի, որոնք աստիճանաբար ստանձնում էին վերահսկողությունը պաշտպանական համակարգի վրա։ Այդ 4-ը դարձան կրկնակի գործակալներ, չհասկանալով դեռևս, որ նրանց օգտագործում են որպես գործիք ավելի մեծ խաղի մեջ։ 2020 թվականի հոկտեմբերի 12-րդ օրը, 44-օրյա պատերազմի 16-րդ օրը, այդ 4-ը ստացան հրահանգ, որը ամբողջովին հակասում էր կոմանդոսի ցուցումներին։ Նրանց ասացին. պատրաստել էվակուացիայի պլան Շուշիից։ Երբ նրանք հարցրին ինչու, նրանց ասացին. այդ բարձրագույն կարգադրություն է։ Բայց կոմանդոսը երբեք չէր տվել այդպիսի հրաման։ Նա պնդում էր. Շուշին պետք է պաշտպանվի վերջին շունչից։ Սակայն այդ 4-ը հիմա կանգնած էին խաչմերուկում։ Պետք է ընտրեին ում հավատալ։ Մեկը, ռազմական քարտեզագիրը, որի անունը Տիգրանն էր, որոշեց զեկուցել կոմանդոսին։ Նա զանգահարեց գեներալին հոկտեմբերի 12-ի երեկոյան եւ ասաց. «Մենք ստացել ենք հրահանգ, որը հակասում է ձեր հրամանին»։ Կոմանդոսի պատասխանը հնչեց որպես դատավճիռ. «Եթե կատարեք այդ հրամանը, դուք մատնում եք Շուշին։ Եթե մերժեք, մատնում եք ինձ։ Ընտրեք, բայց իմացեք, պատմությունը կհիշի ձեր ընտրությունը»։ Հաջորդ 3 օրերը, հոկտեմբերի 13, 14 եւ 15, այդ 4-ը բաժանվեցին։ Տիգրանը եւ հաղորդակցության մասնագետը, որի անունը Սամվելն էր, մերժեցին կատարել էվակուացիայի պլանի պատրաստումը։ Բայց մյուս 2-ը, մեկ անվտանգության սպան եւ մեկ բժշկական ասիստենտը, որոնց անունները մնում են անհայտ, որոշեցին կատարել բարձրագույն հրամանը։ Նրանք պատրաստեցին դետալ քարտեզներ, որոնք ցույց էին տալիս Շուշիի բոլոր պաշտպանական դիրքերը, բոլոր թույլ կետերը, բոլոր հնարավոր ճանապարհները փախուստի համար։ Եվ ամենավատագույնը, նրանք անգիտակցաբար տրամադրեցին այդ քարտեզները այն մարդկանց, ովքեր աշխատում էին հակառակորդի համար։ Արդյոք նրանք գիտեին, որ իրենց քարտեզները կհասնեն ադրբեջանական բանակի հրամանատարությանը։ Թե նրանք հավատում էին, որ պարզապես պատրաստում են արտակարգ իրավիճակի պլան։ Կոմանդոսը հետագայում, երբ իմացավ այդ մասին, ասաց միայն մեկ նախադասություն. «Նրանք մատնեցին ոչ թե ինձ, այլ յուրաքանչյուր զինվորի, ով մեռավ պաշտպանելով Շուշին»։ Նոյեմբերի 17-րդ օրը, երբ Ադրբեջանի զորքերը արդեն շրջափակել էին Շուշին եւ պատրաստվում էին վերջնական հարձակման, Տիգրանը փորձեց կապվել կոմանդոսի հետ, բայց գեներալը չպատասխանեց։ Նա ընկած էր տանը, բժշկական ճգնաժամի մեջ, եւ նրա սիրտը չէր դիմանում լարվածությանը։ Տիգրանը այնուհետև փորձեց հասնել պաշտպանության նախարարություն, բայց ոչ ոք չընդունեց նրան։ Նա մնաց միայնակ իր տեղեկատվության հետ, տեղեկատվության, որը կարող էր փրկել Շուշին, եթե ինչ-որ մեկը լսեր։ Բայց ով էր պատրաստ լսել մի պարզ քարտեզագրի, երբ բոլոր ուշադրությունը կենտրոնացված էր վերին մակարդակի քաղաքական որոշումների վրա։ Նոյեմբերի 10-րդ օրը Շուշին ընկավ։ Եվ այդ 6 մարդկանցից, ովքեր գիտեին ամեն ինչ կոմանդոսի մասին, 2-ը մեռան պաշտպանելով քաղաքը, 2-ը անհետացան, եւ 2-ը ապրում են անհանգստության մեջ, գիտակցելով, որ իրենց ընտրությունը կարող էր լինել այլ։ Արդյոք կարող էր այդ 6 մարդկանց հավատարմությունը փրկել Շուշին։ Թե նրանց մատնությունը պարզապես արագացրեց անխուսափելին։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու տակ գոյություն ունեին թունելներ եւ բունկերներ, որոնց մասին անգամ ճարտարապետները չեն գիտի այսօր։ Ով էր կառուցել դրանք գաղտնիությամբ։ Ուր էին դրանք տանում։ Եվ ինչու վերջին օրերին կոմանդոսի մերձավոր շրջապատից մեկը ստուգում էր այդ երթուղիները ամեն գիշեր։ Թունելները կառուցվել էին 1997-ից մինչև 2000 թվականները, այն ժամանակ, երբ Արցախը դեռ ամրապնդում էր իր դիրքերը։ Դրանց գոյության մասին գիտեին միայն 12 մարդ,
եւ կոմանդոսը մեկն էր նրանցից։ Թունելները սկսվում էին եկեղեցու տակ եւ ձգվում 3 ուղությամբ։ Բայց ամենակարևորը, դրանցից մեկը տանում էր անտառային գոտի, որտեղ կարող էին թաքնվել 50 զինվոր։ Մեկը, ով գիտեր այդ ուղին, կարող էր փրկել ամբողջ ջոկատը կամ մատնել նրան։ 2018 թվականի աշնանը, երբ քաղաքական իրավիճակը սկսեց անկայունանալ, կոմանդոսը հանձնարարեց իր մերձավոր օգնականներից մեկին ստուգել թունելների վիճակը։ Այդ օգնականը 43 տարեկան Վահագնը, ով եղել էր կոմանդոսի անձնական ռազմական խորհրդատուն 1998 թվականից ի վեր, իջավ այդ թունելներ եւ տեսավ տեսարան, որը նրան շոկեց։ Թունելները լավ վիճակում էին։ Պատերը ամուր, օդափոխման համակարգը աշխատում էր եւ անգամ արտակարգ պաշարներ պահված էին այնտեղ, ջուր, հաց-պանիր, ողջ առաջին օգնության պարագաներ։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ թունելների վերջին հատվածում, այն մասում, որը տանում էր հարավային անտառ, Վահագնը գտավ թարմ հետքեր։ Ինչ-որ մեկը այցելել էր այնտեղ վերջին շաբաթների ընթացքում։ Վահագնը զեկուցեց կոմանդոսին եւ գեներալը հրամայեց իրեն ապահովել անվտանգության տեսախցիկներ թունելների մուտքերում։ Այդ խցիկները տեղադրվեցին 2019 թվականի հունվարին։ Եվ այն, ինչ դրանք գրանցեցին հաջորդ 18 ամիսների ընթացքում, փոխեց ամբողջ պատկերացումը Շուշիի պաշտպանության մասին։ Տեսախցիկները ցույց տվեցին, որ 2013 թվականի մարտից մինչև 2020 սեպտեմբերը 18 ամիս թունելներ իջնում էին ոչ թե կոմանդոսի հետ կապված մարդիկ, այլ անհայտ անձինք, 5 տարբեր դեպքերում։ Այդ անհայտները ներս էին մտնում գիշերվա ուշ ժամերին, անցկացնում մոտ 3 ժամ ներսում եւ հետո հեռանում։ Նրանք քարտեզագրում էին թունելները։ Վահագնը պահպանել էր այդ տեսագրությունները մասնավոր արխիվում։ 2021 թվականի ապրիլին, երբ նրան հարցազրույց վերցրեց ազգային անվտանգության ծառայությունը, նա ցույց տվեց այդ տեսագրությունները։ Դրանցից մեկը, ամենապարզը, ցույց է տալիս 2 մարդու, որոնք իջնում են թունել 2020 թվականի հուլիսի 25-րդ օրը, ընդամենը 2 ամիս առաջ պատերազմի սկսվելուց։ Այդ 2 մարդկանցից մեկը կրում է ռազմական համազգեստ, բայց առանց ազգային նշանների։ Մյուսը քաղաքացիական հագուստով է, բայց նրա քայլելաձևը ցույց է տալիս զինվորական ենթակա։ Նրանք տանում են սարքավորում, ինչ-որ տեսակի չափիչ գործիքներ, եւ կատարում են մանրամասն չափումներ թունելների երկարության, լայնության եւ կրողունակության մասին։ Վահագնը պատմում է, որ երբ ցույց տվեց այդ տեսագրությունները կոմանդոսին օգոստոսի սկզբին, գեներալի արձագանքը անսպասելի էր։ Նա չզարմացավ։ Նա պարզապես նայեց երկար տեսագրությանը եւ ապա ասաց. «Նրանք պատրաստվում են, բայց ոչ պաշտպանության համար։ Նրանք պատրաստվում են փախուստի համար»։ Վահագնը հարցրեց. «Ինչու է կոմանդոսը այդպես կարծում»։ Եվ գեներալը բացատրեց մի տրամաբանություն, որը սարսափելի էր իր պարզությամբ։ Եթե նրանք պաշտպանության համար էին պատրաստվում, նրանք կբերեին զենք, զինամթերք, ամրացման նյութեր։ Բայց նրանք բերեցին չափիչ գործիքներ։ Նրանք ուզում են իմանալ, թե քանի մարդ կարող է անցնել այդ թունելներով 1 ժամում։ Դա չի պաշտպանության պլան, դա էվակուացիայի պլան է։ Սեպտեմբերի 26-րդ օրը, 1 օր առաջ պատերազմի սկսվելուց, Վահագնը վերջին անգամ իջավ թունելներ, կոմանդոսի հանձնարարությամբ։ Նա պետք է համոզվեր, որ ամեն ինչ պատրաստ է, եթե անհրաժեշտություն լինի օգտագործել դրանք Շուշու զինվորների փրկության համար։ Բայց երբ նա հասավ հարավային թունելի վերջին հատվածին, նա գտավ ինչ-որ բան, որը չպետք է լիներ այնտեղ։ Թունելի ելքը, այն տեղը, որը բացվում էր անտառային գոտում, մասամբ փակված էր թարմ քարերով։ Ինչ-որ մեկը միտումնավոր սաբոտաժել էր այդ ելքը։ Վահագնը անմիջապես զեկուցեց կոմանդոսին, եւ գեներալի պատասխանը հնչեց որպես վախեցուցիչ եզրակացություն։ Նրանք չեն ուզում, որ մեր զինվորները փախչեն։ Նրանք ուզում են, որ նրանք ունենան միայն 1 ընտրություն՝ հանձնվել։ Արդյոք կոմանդոսը կարող էր համարձակվել հրապարակել այդ ինֆորմացիան։ Արդյոք կարող էր դա փոխել պատերազմի արդյունքը։ Նոյեմբերի 17-րդ օրը, երբ Ադրբեջանի զորքերն արդեն շրջափակել էին Շուշին, կոմանդոսը ընկած էր տանը, բժշկական ճգնաժամի մեջ։ Նրա սիրտը չէր դիմանում լարվածությանը։ Բայց նույնիսկ այդ վիճակում նա հրամայեց իր վստահելի մարդուն, շուրջ 30 տարեկան Արամին, ով եղել էր նրա անձնական դիվիզիայի հրամանատարը, կապվել Ստեփանակերտի հետ եւ հանձնարարել անմիջական ուժեղացումներ Շուշու պաշտպանության համար։ Արամը վերցրեց հրամանը եւ հեռացավ։ Բայց Արամը երբեք չհասավ Ստեփանակերտ։
Նա կանգ առավ կիսուղում, մի փոքր գյուղում, որտեղ հանդիպեց մի անհայտ անձի։ Այդ հանդիպումը տեսախցիկ չի գրանցել, վկաներ չկան, բայց դրա հետևանքները փոխեցին ամեն ինչ։ 2 ժամ անց Արամը վերադարձավ Երևան եւ զեկուցեց կոմանդոսին, որ ուժեղացումները ճանապարհին են, բայց դրանք երբեք չեկան։ Այդ գիշերը Շուշու պաշտպանները մնացին առանց օգնության, առանց հավելյալ զինամթերքի, առանց ռազմավարական ռեզերվներերի։ Եվ հաջորդ առավոտ, նոյեմբերի 18-րդ օրը, ադրբեջանական ուժերը սկսեցին վերջնական հարձակումը։ 2021 թվականի ապրիլին, երբ ազգային անվտանգության ծառայությունը սկսեց հետաքննել Շուշիի կորստի հանգամանքները, նրանք գտան Արամին։ Նա ապրում էր թաքնված անուն տակ, մի փոքրիկ գյուղում Հայաստանի հյուսիսում։ Երբ նրան բերեցին հարցաքննության, նա առաջին անգամ մերժեց խոսել։ Բայց երբ նրան ցույց տվեցին բանկային փոխանցումները, մեծ գումարներ, որոնք մտել էին նրա հաշիվ նոյեմբերի 20-րդ օրը, ընդամենը 2 օր հետո Շուշիի անկման, նա խորտակվեց, նա սկսեց լալ։ Նրանք ինձ ասացին, որ Շուշին արդեն կորած է, պատմեց Արամը հետաքննողներին։ Նրանք ասացին, որ եթե ես ուղարկեմ ուժակեմ ուժեղացումները, ես պարզապես կկորցնեմ եւս 100 զինվորների կյանքը, առանց փոխելու արդյունքը։ Նրանք ասացին, լինելով իմաստուն, նշանակում է փրկել այն, ինչ դեռ կարող ենք փրկել։ Բայց ով էին նրանք։ Արամը մերժվեց անուններ տալ։ Նա միայն ասաց. բարձր մարդիկ, շատ բարձր։ Հետաքննողները սեղմեցին նրան, եւ վերջապես նա ասաց մի անուն։ Այդ անունը պատկանում էր մի բարձրաստիճան զինվորականի, ով 2020 թվականին զբաղեցնում էր հիմնական պաշտոն պաշտպանության նախարարության մեջ։ Այդ զինվորականը ժխտեց ամեն ինչ։ Նա ասաց, որ Արամը հնարում է փրկելու իր կյանքը։ Բայց բանկային փոխանցումների հետքը տանում էր մի օֆշորային ընկերության, որի սեփականատերերը թաքնված էին բազմակի շերտերի տակ։ Հետաքննողները հասկացան, որ պարզելու իրական ճշմարտությունը կպահանջի տարիներ։ Բայց մի բան պարզ էր. Արամի դավաճանությունը չէր եղել անհատական որոշում։ Նա էր մաս ավելի մեծ համակարգի, որը նախապես որոշել էր, որ Շուշին պետք է զոհաբերվի։ Կոմանդոսը երբեք չիմացավ Արամի մատնության մասին։ Նա մահացավ հավատալով, որ նրա հրամանը կատարվել էր, բայց ուժեղացումները պարզապես ուշացել էին։ Բայց նրա վերջին նամակներում, այն նամակները, որոնք գտնվել էին արխիվում, կար մի նախադասություն, որը հիմա հնչում է որպես վախեցուցիչ կանխագուշակություն. երբ դավաճանությունը գալիս է ներսից, ոչ մի բերդ չի կարող դիմանալ։ Արդյոք կոմանդոսը կասկածում էր Արամի մեջ, թե նա խոսում էր ընդհանուր առմամբ համակարգի, որը սկսել էր փտել ներսից։ Եվ ամենակարևորը, եթե Արամը մատնեց, քանի այլ Արամներ կային, ովքեր նաև կատարեցին միևնույն ընտրությունը այդ մութ օրերին։ Երբ կոմանդոսի սիրտը դադարեց բաբախել, 2021 թվականի մարտի 31-ին օրը նրա ընտանիքը նայեց, թե ինչպես հեռանում է մի դարաշրջան։ Նրա դուստր Լուսինեն, որը երբեք չպատմեց հանրությանը իր հոր վերջին խոսքերը, այսօր վկայում է. նրա վերջին շունչը եղավ Շուշու անունը։ Ընտանիքը թաղեց նրան պետական պատվով, սուգ էին պահում 100 հազարավոր հայեր, բայց նրանք գիտեին, իրական պատիվը կկորցվեր, եթե ճշմարտությունը չհրապարակվեր երբեք։ Եվ այսօր, 3 տարի անց, մենք սկսում ենք պատմել այն ինչը նա կցանկանար, որ աշխարհը իմանար։ 6 մարդ, ովքեր գիտեին գաղտնիքները, թունելներ, որոնք կարող էին փրկել հարյուրավորներին, մեկ հրաման, որը երբեք չհասավ ճակատագիր, եւ մի մարդ, ով մահացավ հավատալով, որ նա ձախողվեց իր ժողովրդին։ Բայց ճշմարտությունը ավելի բարդ է։ Կոմանդոսը չձախողվեց, նրան մատնեցին։ Եվ մինչև այն օրը, երբ վերջին փաստաթուղթը չբացվի, վերջին վկան չխոսի, վերջին արխիվը չծածկվի, մենք կշարունակենք հարցնել, ով էր իրականում պատասխանատու այն օրվա համար, երբ Շուշին ընկավ։ Պատմությունը դեռ չի ավարտվել։ Հետաքննությունը շարունակվում է, եւ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, ի վերջո կբացվի։